Բարև ձեզ, եթերում հրապարակային շաբաթն է։ Շաբաթվա գլխավոր իրադարձությունը բնականաբար Գագիկ Ծառուկյանի կալանավորումն էր եւ դրա շուրջ առաջացած իրադարձությունները։ Դա է պատճառը, որ այսօրվա մեր եթերը մենք վարելու ենք Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ Գագիկ Ծառուկյանի վաղեմի երկարատև զինակից Արման Ամովյանի հետ։ Ես փորձում էի պատկերացնել, թե ինչ կարող էր տեղի ունենալ Հայաստանի հետ, եթե հանկարծ այնպես ստացվեր, որ թշնամական մի երկիր նվաճեր Հայաստանը, գար, մտներ իր զորքով եւ փորձեր հպատակեցնել հայ ժողովրդին, գրավել պետական ինստիտուտները եւ այլն։ Իմ աչքի առաջ եկան այդ կադրերը, որ կալանավորում էին, ձերբակալում էին Գագիկ Ծառուկյանին, փակում կապարակնքում էին նրա ընկերությունները, մարդկանց զրկում էին աշխատանքից, դադարեցնում էին Արարատցեմենտի աշխատանքը, որը նաև վնասներ պատճառեց բավականին գործարանին, նույնիսկ Օլիմպիադանում մարզվող սպորտսմեններին, մուլտիվելնեսում պարապող մարզիկներին կամ քաղաքացիներին չխնայեցին այդ ուժերը եւ այնպիսի մի վայրագությամբ հարձակում գործեցին, կարծես թշնամիներ էին եւ եկել էին զավթում էին Հայաստանը։ Ես այդպիսի տպավորություն ունեցա։ Եվ ես պատկերացնում եմ, թե դուք ինչպիսի ապրումներ եք ունեցել այդ օրերին, այդ կադրերը տեսնելով կամ դրան մասնակից լինելով, որտեղ դու անընդհատ ինչքան տեսա եթերում էիր, խոսում էիր, մեկնաբանում էիր այդ իրադարձությունները։ Հիմա պիտի խնդրեմ մի քիչ պատմես մեզ լսողներին, թե ինչ է տեղի ունեցել։ Ես միանգամայն համաձայն եմ Տիկին Օհանյան ձեր գնահատականի հետ, այո, մենք գտնվում ենք ըստ էության օկուպացիայի ներքո, տուրներս գա թե չէ, հա, դա այդպես է, համեմատական, մինչև պարոն Ծառուկյանի այս գործընթացներին, անդրադառնալ համեմատական մենք առաջինը չենք, ժամանակի նույն տրամաբանության մեջ գործում էր ֆաշիստական, հա, Վիշի հանրապետությունը, Ֆրանսիան երբ որ օկուպացիային արեն, դե մի կտոր թողել էին, տենց իբր ֆրանսիական հանրապետություն էր, բայց իրականում ֆաշիստների կառավարման ներքո էր Մարշալ Պետենի։ Մեր մոտ գրեթե նույնաբովանդակ իրավիճակն է, պարզապես մեր մոտ նեոթուրքական ֆաշիզմն է, որի հիմնական գաղափարախոսությունը հետևյալն է, որ չկա Հայաստան, չկա Հայաստան բարոյահոգեբանական առումով, չկա հայ մարդ, չկա հայ ազգություն, չկա հայ պատմություն, չկա ոչ սեր, ոչ ատելություն, հա, ոչ մի բան չկա, կամ մենակ ատելություն մի քիչ կա։ Չէ, ես ասեմ, սեր ատելություն, ես ընդհանուր գլոբալ ես, մենք վերադառնանք ատելությունը, կա ընդհանրապես մի իրավիճակ, երբ որ մարդիկ հայերից վերածվում են, հա, բնակչությանը, քաղաքացիների, то есть հայ չենք, ինքը պարզապես քաղաքացի։ Եվ այս պարագայում կերը տեղը լինի, մնացածը լավ կլինի, սա է գաղափարախոսությունը, որը չի համապատասխանում իրականությանը իրականում։ Ինչ վերաբերվում է Գագիկ Ծառուկյանին, ապա այո, այն մարդիկ, ովքեր նվազագույնը, հա, ավանդ ունեն Հայաստանի Հանրապետության, թե տնտեսական, թե անվտանգային, որտեղ տնտեսությունը անվտանգության հետ, թե սպորտի, մենք գիտենք, հա, որ այսօր Քան ինչքան Ծառուկյանն է ծախսել սպորտի ասպարեզում, պետությունը այդ մարդկանց պետք է չեզոքացնել։ Ընդ որում մի շատ կարևոր առանձնահատկություն կա, կհիշեք ընտրությունների ժամանակ Ծառուկյանը մշտապես ասում էր հետևյալը, Ժողովուրդ ջան, կապ չունի, դու Նիկոլականն ես, դու, չգիտեմ, ընդդիմադիր ես եւ այլն, մենք բոլորս մի նավի մեջ ենք եւ հարվածները մենք հավասարաչափ ենք ստանում։ Մի բան, որ կա մարդկանց մեծ զանգված, որ հասկանում են, որ հարվածները այս իշխանության ամբարտավան եւ նեոթուրքական քաղաքականության ներքո է գալիս։ Կա մի փուճուրիկ զանգված, որ այդ հարվածները վերագրում է նախկիններ, թալանչի, ռուսներ, հիշում եք, չէ, ժամանակին Ղարաբաղցիներն էին իբր մեղավոր։ Եվ մենք ունենք մի իրավիճակ, երբ որ փորձելով չեզոքացնել Ծառուկյանին, ինչը ըստ էության հնարավոր չի, հա, այն դասական առումով իրենք ինչ մտածում են, իրենք գտնվում են թուրքական եւ ադրբեջանական ծիրում։ Ինձ հարցեր են շատ տալի, ասում են, սա ինչ է, սա վրեժ խնդրություն է, սա քեն է, սա անադեկվատ վարվելակերպ է, սա արտաքին ուժերի սպասարկում է։ Ես ասում եմ, Ժորժ ջան, ամեն ինչ իրար հետ է, այսինքն մենք չպետք է տարանջատենք։ Ասեմ ձեզ ավելին, եկեք հիշենք այս իշխանության
բարեկամ Ազիզ աղբեր, ընկեր եւ այլն, հա, ո՞մն Իլհամ Ալիևի խոսքերը, որոնք եղել էին անմիջապես 2020 թվականի պատերազմից հետո, երբ որ ասես մենք պետք է ստեղծենք իրավիճակ, համաձայն որի Հայաստանը չպետք է ունենա պոտենցիալ զարգանալու, միայն այդ պարագայում մենք կարող ենք ձևավորել արևմտյան Ադրբեջան։ Սինխրոնազացնելով, օրինակ, չգիտեմ, օրինակ էլեկտրոցանցերը, հեծը։ Դες հեծից հետո մի անգամից չգիտես ինչու առաջ եկավ, որ պետք է Ադրբեջան եւ Հայաստանի էլ ցանցերը սինխրոնիզացվեն։ Դա եկավ անասնական հակառուսական, հա, քարոզչության ներքո, երբ որ նախ ասեմ, այո, ռուսներին մենք լիքը հարցեր ունենք։ Անես չի, իրանք էլ սուրբ չեն, բայց դրա հետ մեկտեղ այն անասնական հակառուսականությունը, որոնց մարդկանց մեջ դնում ես, ինքը զուգահեռվում է անասնական թրքասիրությամբ եւ ադրբեջանասիրությամբ։ Նկատել եք այն մարդիկ, ովքեր ատում են պայմանական ԵԱՏՄ, չգիտեմ ինչ, զուգահեռաբար շատ սիրում են թուրքերին եւ ադրբեջանցիներին։ Իբիջար զուգահեռաբար ատելով հայերի։ Ըստ էության Ծառուկյանը ասում էր հետեւյալը, Ժողովուրդ ջան, հանրային համերաշխություն, ոչ թե հնազանդություն, այլ համերաշխություն, երկիրը պահենք, էլի։ Պահենք այն առումով, որ վտանգները, որոնք գեներացվում են, իրար խելքի տանք եւ չեզոքացնենք։ Հայ ժողովուրդը պիտի իր ճշնամիներին ու բարեկամներին իրարից զատի եւ միասնական լինի, գոնե այդ մի հարցում, հա, մենք միասնաբար պիտի հասկանանք, որ այստեղից գալիս է վտանգը, այնտեղ կարող են լինել բարեկամներ, ընկերներ, համագործակցություն, առևտուր, չգիտեմ ինչ, տնտեսական շահեր։ Տեսեք, յուրաքանչյուր գաղափարախոսություն ունի հիմք, հա, ֆաշիզմը, նեոթուրքական ֆաշիզմը իր հիմքում ունի հետևյալը. հայ լինելը, այսինքն հայ լինել ներքուստ, հա, պատմությունը, չգիտեմ, քու առանձնահատկությունները որպես հայ ազգ ենք, ամեն ազգ ունի իր առանձնահատկությունները, քո լավն ու վատը, ծանր ու թեթևը, հա, այդ ամենը ինքը խանգարում է մարդուն, ինքը այդ է ասում ըստ էության, ինձ ձեզ եւ այն մարդկանց, ովքեր մեզ նայում են ու միգուցե մեր հետ համաձայն չեն։ Ասում է Ժողովուրդ ջան, հայ լինելը վտանգավոր է։ Մի հիշի, որ քեզ եկել են կոտորել են, կոտորողի ոտը գնա պաչի, միգուցե չի կոտորի, ինչ հիմա անում է եւ ինչ հիմա փորձում է անել այս իշխանությունը։ Եթե նկատեցիր, ես վերջի կառավարությունից հետո բրիֆինգի ժամանակ ասում է, ես մի կարճ էպիզոդներ եմ միայն նայել, ասում է, ես չեմ հասկանում, ինչպես կարելի է այտենց վերնագիր դնել, որ հայ ըմբիշը հաղթեց թուրք ըմբիշին։ Հիմա եթե ճապոնացի լիներ, այդ լավ էր, օքեյ էր, հիմա Թուրքի դեպքում մենք վերնագրում գրում ենք, ցույց ենք տալիս, ինչի ենք առանձնացնում։ Նույնիսկ դա է իր վրա ազդում, հասկանում ես։ Չէ, բացի ազդեցությունից, շատ པարզ պատճառով, տեսեք, երբ որ եկեք դատենք դուրս գալով օրինակ չգիտեմ անդիմադիր կամ հակաիշխանական կեցվածքից դատենք հետեւյալը ինչ նպատակ է հետապնդում Փաշինյան Նիկոլու իր թիմը երբ որ մեզ համոզում է որ այն աշխարհակաղակական էլեմենտը հա օրինակ Ադրբեջանը որը դոկտրինալ պետքա մեզ ոչնչացնի մեզ ասում են ինքնից չի ոչնչացնի ինչ է հետապնդում ինչ նպատակ է հետապնդում Նիկոլ Փաշինյանը երբ որ հերքելով Հայաստանի Հանրապետության արտաքին ծառայության հետախուզության ներողություն ծառայությանը հերքում ասում է չկա արևմտյան Ադրբեջանի թեման այն պարագայում որ Հայաստանի ամենակարևորագույն իմ կարծիքով պատկա մարմիններից մեկը որակում է արևմտյան Ադրբեջանի եւ ադրբեջանցիների բնակեցման թեման որպես վտանգ ինչ է հետապնդում Նիկոլ Փաշինյանը երբ որ ժխտում է նույն Ալիևի դեկտեմբերի 5-ի 2025 թվականի դեկտեմբերի 6-ի 2024 թվականի հայտարարությունները որ Հայաստանը Հիմա այսօր էլ են նույնը հայտարարում Արման ջան ոչինչ չի այո չէ ես նկատի ունեմ ինքը շարունակական է հունիս ամսին անմիջապես ընտրություններից հետո տեղի ունեցավ մի մեծ միջոցառում արևմտյան Ադրբեջան որին Այս իշխանությունը ծպտունել չանեց, իսկ մարդիկ ովքեր խոսում են դրա մասին, ասում են դուք լրտես եք։ Հիմա լրտեսը ով է։ Տեսեք, եթե այս մարդիկ հանդես են գալիս Թուրքիա եւ Ադրբեջանի դիրքերից, այսինքն նեոթուրքական ֆաշիզմի դիրքերից, ապա իրանց խոսքերը եւ իրենց գնահատականները լրիվ արդարացի են, այո, թուրքերի աչքերի մեջ մենք վտանգ ենք ներկայացնում։ Հայ ժողովուրդը վտանգ է ներկայացնում։ Դուք երբեք չեք լսի թե Նիկոլ Փաշինյանի, թե իր թիմակիցների շուրթերից օրինակ հետևյալ արտահայտությունը հայ ազգ
Անդեմ ինչ որ ժողովրդի մասին են խոսում, ընդ որում արդեն սեգրեգացրել են ժողովուրդը եւ ժողովուրդ համարում են միայն այն փոքրաթիվ մասսան, ով համաձայնվել է օրինակ, չգիտեմ, դառնա արևմտյան ադրբեջանցի ներքուս։ Չնայած ընտրում է իրենց համակիրն է եւ այլն։ Որովհետեւ իրենց համար Հայաստանի սերը դեպի Հայաստան սկսում եւ ավարտվում է էժանագին պլաստմասե զնաչոկով։ Հասկանում եք։ Ես միանշանակ պնդում եմ, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ գործողությունների տրամաբանության ներքո, բացի այդ քեն պահելուց, բացի վրեժխնդրությունից, նաև խոշորագույն աշխարհաքաղաքական process-ներ են, եկեք հիշենք պրանկերները, որ այո, անցած օրը հրապարակվեց։ ԵԱԿ-ի ղեկավար թուրքին բան արեցին, խոսցրեցին։ Իմիջիալոց այդ թուրքի պահով, երբ որ ինքը ասում է, հա դե լավ, ինչի եք ընդգծում, որ թուրքա Ինչի չեք ասում, որ ճապոնացի է, թե իռլանդացի է, սա դասական, իմիջիալոց, սա ազդում է միայն եւ միայն ցավոք մտավոր ունակությունների զուրկ ապուշացած թուրքական ռոպագանդայից շատ պուճուրիկ խմբի վրա։ Եկեք մի հատ անդրադառնանք, էլի, խնդրում եմ։ Ժողովուրդ ջան, ճապոնա, գիտեք ինչի է հայը ուրախանում, որ հաղթում է թուրքին, թե ադրբեջանցուն սպորտում։ Իմիջիալոց հեսա մեզ շատ հետաքրքիր բանը կպատմեմ։ Շատ բարձ պատճառով Որովհետև ճապոնացին չի կոտորե հային, ճապոնացին չի դնում խնդիր Հայաստանը վերածել արևմտյան Ճապոնիա, իռլանդացին չունի խնդիր բնակեցնի Հայաստանը իռլանդացիներով, ճապոնացին չի թքում մեր երեսին, իսկ այո մենք պետք է սա հստակ հասկանանք, ամենօրյա ռեժիմով մեզ սպառնալով, վիրավորելով, անվանելով, չգիտեմ, գնչու եւ այլն։ Դրա համար այո սա բնական բան է, այո ես ուրախանում եմ, եթե մենք միտե Թուրքին հաղթում ենք, սա նորմալ է։ Դուք չեք ուրախանա, եթե ձեզ վատություն անող մարդուն, օրինակ, չգիտեմ, շոր մի պրոբլեմ լինի։ Ձեզ վատություն արած մարդուն, ով շարունակական գալիս է ձեր տունը խլի, չեք ուրախանա, որ պատժեզնում երկրորդ հարկում ընկավ ոտը ջարդես չհասավ մինչև ձեր տուն։ Հասկանում եք, չէ՞ որ Փաշինյանը ձեզ եւ մեզ բոլորիս համարում է անմեղսունակ, անասնացած զանգված, ում կարելի է հելնել ինչ ուզում ես ասել, բայց ասեմ ձեզ, չարաչար սխալվում է, ընտրությունների սրանց հիստերիան, որ միանշանակ պարտվեցին, միանշանակ մեծամասնություն Հայաստանի Հանրապետության, այն մարդիկ, ովքեր ձայնը չտվեցին այս իշխանությանը, իրենք բարձրաձայն ասեցին, ոչ, մենք որոշել ենք մնանք հայ։ Իմիջիալոց սպորտի մասով, այդ օլիմպիական կոմիտեի շուրջ, որ ելևեժները սկսեցին, համացանցում տեղեկություն էր պտտվում, որ ելևեժները սկսել էին նրանից, որ շո մի ժամանակ առաջ Ադրբեջանի սպորտային ֆունկցիոներները այս իշխանության ներկայացուցիչներին դիմել էին, ասել էին ստոպ տվեք Ծառուկյանին, որովհետև զուգահեռաբար կհիշեք կտրուկ աճի, չնայած մենք միշտ էլ ջարդել ենք թուրքերին ադրբեջանցին, պատերազմից հետո գրեթե չի եղել շատ հազվադեպ դեպքեր, երբ որ մենք պարտվել ենք թուրքին թե ադրբեջանցում։ Իրենց համար իրեն ժողովրդին կերակրելու անասնական հակահայկականությունը ինքը շատ լուրջ խոչընդոտ էր, դրա համար ասում են ստոպ տվեք։ Մի անգամից սկսեց են։ Գուցե դա է եղել հիմքում։ Ես ավելի քան ամուր զուգադիպություններ չի լինում։ Այո, պատահական։ Սրանից հետո ինչ է կատարվում։ Կատարվում է, տեսեք, Հայաստանը ունի 2-3 կարևորագույն ոլորտ։ Ստրատեգիկ այդ ոլորտները հանի մեջտեղից երկի չկա։ Դա լոգիստիկան է, այստեղ սրանք Զանգեզուրի Միջանցքը թրիփի տակով փորձում են սղացնեն, չէ՞։ Դա յուգժդեն, այսինքն երկաթ գիծը վերցնեն տան թուրքերին կամ թուրքերի հետ աֆիլացված, հա։ Երրորդը էներգիա գեներացնող ատոմակայան եւ ՀԵՑ, ինչա կատարում մենք գիտենք, ՀԵՑ-ը նողկալի վիճակում է, կներեք, մենք հովարային անջատում ունեցել ենք միջև ՀԵՑ-ը խլելը։ Չենք ունեցել, չէ՞, հիմա ունենք։ Եվ ատոմակայան։ Եվ շինարարություն։ Եթե երկիրը չունի շինարարության համար արտադրական համակարգեր, այսինքն ցեմենտա, քարա, բանա, չէ, այդ երկիրը Իմիջիալոց մեզ դիմել են շինարարները եւ ասում էին, որ եթե շաբաթվա ընթացքում արած ցեմենտը չսկսի աշխատել, բոլոր շինարարությունները Հայաստանում կանգնելու են, որտեղ միակ մատակարարը համարվում է արած ցեմենտը։ Հիմա սրանք անելու են հետեւյալը։ Տեսեք, կազմաքանդում է գնում։
Բայց կազմակերպումը գնում է հետևյալ ձևով, մի կողմից կազմակերպում են, հիմա ճիշտ է ճարատված շուշուտ բացում են, որովհետև դե պարզ ալիքա բացում։ Փորձելու են բացել, բայց Բայց ես համոզված եմ, իրանք զուգահեռաբար թուրքական, ադրբեջանական ցեմենտի անպայման եւ այդ ցեմենտով դու ամրաշինական բաներ պետք է սարքես, դու պետք է շենքեր սարքես, դու պետքա երկրաշարժ սեյսմիկ զոնա ենք։ Հասկանում եք, չէ՞, այս ամենը երբ որ մենք համադրում ենք, կոմպլեքսի մեջ է պետք նայել։ Ծառուկյանի բռնվելը, իսկ բռնելը ինքը լրիվ արդեն տրամաբանական բանի մեջ հանգնում։ Այո։ Վերադառնալով ընտրություններին, ես ուզում եմ նաև խոսենք այդ մասին։ Ուրեմն մի քանի քաղաքական ուժեր հայտ ներկայացրեցին ընտրություններին մասնակցելու, շատ նորմալ process է, ամբողջ աշխարհում այդպես է, ընդդիմադիր ուժերը մասնակցում են, փորձում են գալ իշխանության, իշխանությունը փորձում է պահել իր ունեցածը։ Նիկոլ Փաշինյանը հենց առաջի օրվանից շատ մեծ նեգատիվ վերաբերմունք դրսևորեց նրան, որ համարձակվել են այս մարդիկ առաջադրվել, հա։ Ասենք նույնիսկ եթե ընդունենք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հնուց եկած մի հատ թշնամանք կա, Սերժ Սարգսյանի նկատմամբ ունի այդպիսի թշնամանք եւ այլն, բայց պարզվեց, որ նույն Սամվել Կարապետյանը իրավունք չունի առաջադրվելու Գագիկ Ծառուկյանը, հա, ինքը փոխվեց իր լեքսիկոնը, սկսեց մարտական ելույթներ ունենալ, ջարդելու եմ, փշրելու եմ, նստացնելու եմ, կզծնելու եմ, սատկացնելու եմ եւ այլն։ Այսինքն թուրքական նարատիվներով։ Այո, մարդիկ ապշեցին, ինչու պիտի սատկացնես, նստացնես, կզծնես, եթե մարդիկ ընդհանրապես մասնակցում են ընտրություններին։ Փոխեց լեքսիկոնը քարոզչության ընթացքում, սկսեց խոսել նրա մասին, որ դավաճաններ են, լրտեսներ են, ձերբակալեցին, կալանավորեցին Անդրանիկ Թևանյանին, Բարգավաճ Հայաստանի երկրորդ համարին, սկսեց հայտարարել Ծառուկյանը դավաճան է, Ծառուկյանն էլ ընդհանրապես մի նախադասություն, մի քիչ հումորով պատասխան հնչեցրեց, որ ով որ դավաճան է, թող պատասխան տա, իսկ եթե ես դավաճան չեմ, թող գա կամավոր մտնի իմ առյուծի վանդակը։ Պարզվեց այս արտահայտությունը մի տեսակ տոլի ցավոտ տեղին է կպել, թե չգիտեմ ինչ-որ մի տրիգեր է համեջը աշխատացրել ու սրանից հետո սկսվեց այդ հարձակումը ձեր նկատմամբ, ձեր ուժի նկատմամբ եւ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Մեր պատմության ընթացքում շատ քիչ է եղել դեպք, երբ որ մի ամբողջ քաղաքական ուժի միտումնավոր դուրս են թողել, խորհրդան չեն թույլ տվել մտնի եւ սենց բացահայտ ապօրինաբար 60,000 մարդու ձայն ոչնչացնելով, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից այդ խայտառակ կեղծիքը կատարելով, դատարանին պարտադրելով, որ սխալ որոշում կայացնի սահմանադրական դատարանին, սենց ակնհայտորեն, բացահայտորեն տրորելով օրենքը դուրս թողեցին Բարգավաճ Հայաստանի խորհրդարանից եւ 5 մանդատը, 5 թե 6 մանդատը բաշխեցին, հա, ուժերի միջև, դրանցից 3-ը հասան քաղաքապայմանագրին, որը նաեւ որոշիչ դեր է խաղալու այս ամեն ինչի մեջ։ Հիմա մենք չունենք որևէ լծակ դրա դեմ պայքարելու։ Մարդիկ ասում են դուրս գային փողոց, հենց ընտրության օրը, փորձեին ինչ-որ բան անել, ընդդիմադիր ուժերը միավորվեին, փողոցը գեներացնեին, այս ճնշումները, այս դիմադրության դեմը առնեին, գուցե հնարավոր լիներ նաև դրանով կանգնեցնել այս կալանավորումները, այս քաղաքական հալածանքները ընդդիմության նկատմամբ։ Խնդրեմ։ Ամբողջ ընդդիմության համար չեմ կարող ինչ-որ բան ասել, չնայած բավականին արդյունավետ կոնսուլտացիաներ են տեղի ունենում, բավականին արդյունավետ։ Այս պահին գնում են այդ կոնսուլտացիաները։ Դե իրեն նախկինում կհիշեք, երբ որ մենք այդ պահից իրան կոնսուլտացիաները ըստ էության չեն դադարում, ես ճիշտն ասած տեղյակ չեմ, դրա համար մի քիչ դժվարությամբ եմ խոսում, ինչի համար, որովհետև մեր մոտ համակարգված է, պայմանական ամեն մարդ իր գործով է զբաղվում։ Միջալոց ուզում եմ թիմակիցներիս, Իշատակ Էլյանին, Մանուկյան, Նորա Արուստամյանին, Շաքեին, Իսայանի, Վետային Տոնոյան, Լուիզային Սարգսյանը, Արմենին Մանուկյան, մեր բոլոր երեխեքին, որովհետև այս իրավիճակում ծանր շրջան է ձեր համար։ Գիտեք, նեշի մենք չգիտեինք, կամ նեշի մենք պատրաստ չէինք, կամ Ծառուկյանը պատրաստ չէ։ Գիտեինք։ Այո, հասկանում ենք ինչա։ Ճանաչելով այս մարդուն եւ իր ոճը, հա, աշխատավոճը, հասկանալի է ամեն ինչ, այդտեղ շատ կարևոր է հասկանալ հետեւյալը, ինչ վերաբերում է փողոց գեներացնել, չգիտեմ ինչ եւ այլն, մենք պետք է հասկանանք երկու հանգամանք։ Առաջինը, այս իշխանությունը չունի կարմիր գիծ ընդհանրապես։ Ինքը թքած ունի ամեն ինչի վրա, ինչ վերաբերում է հայերին եւ Հայաստանին, քանզի ինքը ստացել է երկու մակարդակի պայմանական դաբրո։
Առաջինը Եվրոպա Միացյալ Նահանգներն, ու Եվրոպան Միացյալ Նահանգները ասում են ինչ ուզում ես արա, ուզում ես տանկերը հանի փողոց, դու մեկա ճիշտ ես։ Այսինքն, հա, ստանիք են կանգնել եւ երկրորդ լեվելը, որը այս իշխանության համար առանցքային է, դա Թուրքիա ու Ադրբեջանն է։ Այսինքն մենք հասկանում ենք, չէ՞, ինչի համար Բարգավաճին սրանք չթողեցին պարլամենտ, ստեղծելով մի իրավիճակ, երբ որ սահմանադրական դատարանը չպաշտպանեց սահմանադրությունը, քրեական դատարանը չի պաշտպանում մարդու, հա, իրավունքը, չգիտեմ, օրենսդիր մարմինը, հա, ըստ էության չի զբաղվում օրենսդրությամբ, այս նույնիսկ իրավապաշտպանները չեն պաշտպանում, նույնիսկ մարդու իրավունքների պաշտպան օմբուդսմենը չի պաշտպանում։ Կներեք, մի բան ասեմ, էլի, այն կոկորդիլոսը ավելի շատ, հա, Հայաստանասեր է եւ ավելի շատ մեջը պատիվ ու բան ունի, քան թե սրանց ամբողջ համակարգը։ Այն որ չգիտեմ կծել էր ինչ էր արել։ Սա իհարկե ասենց ոնց որ հումորային է, բայց մեջ շատ խորքային փիլիսոփայական երանգ կա։ Ժորժ ջան, մենք ապրում ենք մի իրավիճակում, երբ որ նախընտրական փուլում իրար կոշտ վիրավորած, ընդ որում Ծառուկյանը պատասխանել էր։ Այնի արդեն իրան ջտվել էր, ինչ ասես չէր խոսում։ Ծառուկյանի պատասխանելուց հետո սրանք սպանում են առյուծին, հասկանում եք։ Ուղղակի սարսափելի է, մարդու գլխի մեջ չի տեղավորվում։ Եվ այդ իրանց այդ ձևիկները, հա, տենց իբր իրանք տենց, գիտեք, իրանք կարծում են, որ իրանք կոստյում գարստուկ հագնելով դառան քաղաքական գործիչ։ Ինչպես մարդ չի կարա դառնա լավ ֆուտբոլիստ, նա ֆուտբոլի մայկա ու չգիտեմ, հա, այդ շորտիկ հագնելով նույնն էլ մարդ չի կարա դառնա քաղաքական գործիչ, բայց այստեղ դա բան կոստյում գարստուկ հագնելով, բայց այստեղ շատ կարևոր են գծել հետեւյալը։ Եթե մենք ուզում ենք հասկանանք այն գործողությունների տրամաբանությունը, որը գործում է այսօր, մենք պետք է միանշանակ ընդունենք հետևյալը. Հայաստանում տիրում է նեոթուրքական ֆաշիզմ, այսինքն իշխանության բոլոր քայլերը, երբ որ դիտարկում ես Թուրքիա-Ադրբեջանի հետաքրքրությունների ներքո, ամեն ինչ ընկնում է իր տեղը, պետք չի զարմանալ։ Այո, այս իշխանության հիմնական թշնամիները, սա քաղաքագիտական արդեն փաստ է, ազգությամբ եւ ներքին խառնվածքով հայերն են, այն մարդիկ, ովքեր հրաժարվում են հայ լինելուց, այսինքն թուրքի ոտը պաչելով է պայմանական, հիմարագույն մի թես, հա, հայրենիքը մի բան է, պետությունը մի բան է, Ժորժ ջան, եթե մարդ հայտարարում է, որ հայրենիք գաղափարախոսությունը վտանգավոր է, գոյություն չունի եւ պետք է սահմանափակվի միայն քաղաքական սահմաններով, իմացեք, այդ մարդը պետությունը փուրն է տալի։ Պետությունն է փուրը տալի։ Բրոշկին կրծքին կպցրած մանակ։ Եվ ստեղ խնդիրը նրանումն է, որ նկատել եք իրենք ամեն իրենց քայլի արդարացումը ունեն։ 8 տարի իշխանության են, 8 տարվա ընթացքում մի հատ սխալը չեն ընդունել, ինչ ասել են լավ են։ Արե հա, մեկ ելնում են ասում են դե մենք անսխալական չենք։ Այ ժողովուրդ ջան, դուք սրանց ժամանակին ձեն տվել եք ոչ թե նրա համար, որ իրանք արդարանան, մունատ գան, գիտեք ինձ ինչ են ասում։ Ձեզ, դե լավ, ձեզ համակիրներին, դե լավ իշխանության, ձեզ չէ, համակիրներին։ Ասում են, որ պարզվում է հազարամյակներ մենք սխալ ենք ապրել, մեկ էլ սրանք հայտնվել են ու մեզ ճիշտ կյանք են սովորացնում։ Արա տո գլուխներդ պատով եք տալ, մի հատ ձեզի հայլու մեջ նայեք, արա։ Ով եք դուք։ Ով եք դուք, գիտեք ինչ առումով, որ փորձեք հային համոզել, որ հայ լինելը վտանգավոր է, կամ նոր, ասում է դրսից ներմուծված հայրենասիրության մոդել։ Այտենց արտահայտություն անողը, գիտեք ինչ է ասում, ինքը ասում է հետևյալը, որ պարզվում է, մենք պատմություն մինչև 1918 թվական չունեինք, հա, էդ եք ուզում ասել, թե հայրենասիրությունը, թե որ, չգիտեմ, Չէ, հետո Խաչատուր Աբովյանը Արարատ սարեր բարձրացել, Մասսի գագաթիներ բարձրացել, KGB-ն են ուղարկել իրան։ Կամ դե լավ Իսրայել օրին, որ գնացել էր բանակցությունների, KGB-ն են ուղարկել։ Տիգրան Մեծը, որ հավատքի համար կռիվ էր անում, KGB-ն է, չնայած ես ասեմ, լիքը մարդ կա, համոզված է, որ Տիգրան Մեծը KGB-ի գործակալ է։ Լուրջ եմ ասում, մի ծիծաղեք։ Սրանք այն վիճակի են հասցրել, որ իրանց հաջողվել է մի պուճուրիկ զանգված ոնց է աղանդը գործում, սեկտան ոնց է գործում, ֆաշիստներ են։ Որ ինչ ասես, դուս գա վաղը ասի, չգիտեմ, երեխա ուտելը լավ բան է, կասեն, արա ճիշտ ասում, էլի գիտի կոստյում գալստուկ ակեն, դեղին պլաստմասից զնաչոկնել վրենա։
Ստեղ շատ կարևոր խորքային խնդիր է։ Իրենց քարոզիչները, բայց երբեմն բավականին անկեղծանում են եւ փակագծեր են բացում։ Օրինակ հայտնի Դանիել Հովհաննիսյանը, որը այս իշխանությունների գլխավոր քարոզիչներից, ամենադրագետների, չգիտեմ, բարեփոխումների կնքահայրերից է, մի գրառում էր արել Ծառուկյանի ձերբակալության մասին, գրել էր, որ իհարկե Հայաստանի մարդու իրավունքները իրավական տեսակետից սա սխալ քայլ է, մենք տուժում ենք եւ այլն, բայց սա մեսիջ է ուղղված Ռուսաստանին, որ քո հետ առնչություն ունեցող եւ առհասարակ Ռուսաստանից ուղղորդվող ցանկացած մեկը կհայտնվի այս վիճակում, որովհետեւ մեր ինքնիշխանությունը, մեր ազատությունը, մեր անկախությունը ավելի կարեւոր բան է, քան ժողովրդավարությունը։ Քան ժողովրդավարությունը, մենք ասում ենք կարող ենք խախտել օրենքը միայն նրա համար, որպեսզի Ռուսաստանից ազատվենք, հասկանում ես։ Սա մանիպուլյատիվ բան է, ես հասկանում եմ, որ ըստ էության պրոթուրքական եւ հակահայկական քարոզի էլեմենտն է, այո, էլեմենտներից է։ Պետք է հասկանալ մի բանը, որ Ծառուկյանի ձերբակալությունը դա մեսիջ չի Ռուսաստանին, դա մեսիջ է եւ հանձնարարական Ադրբեջանին եւ Թուրքիային, ստե պետքա շատ լուրջ տարանջատենք եւ այն անասնական հակառուսականությունը, որը զուգահեռվում է անասնական թրքասիրությամբ, հասկանում եք, ինքը շատ հստակ ցույց է տալի, որ մենք ապրում ենք մի իրավիճակում, երբ որ տեսեք արդեն սկսեցին արդարացնել ու պայմանական ժողովրդավարությունից հետ կանգնելը, վաղը արդարացնելու են Դե լավ, հարց, պետական շահը սրանց համար ո՞րն է։ Ի վերջո ինչ են շահում արդյունքում։ Ինչ են շահում։ Այո։ Այս մարդիկ Հայաստանի Հանրապետության շահերի հետ խնդիր ունեն իհարկե։ Այո։ Չունեն ոչ մի կապ, որովհետև գիտեք, խուժանավարի գցեցին մարդկանց։ Ոնց գցեցին։ Ներողություն ես բառ օգտագործելու համար։ Ընտրություններից առաջ բժշկական ապահովագրություն, անմիջապես ընտրություններից հետո կրճատվեց մի անգամից քանակը մարդկանց, ով կարա բանալ։ Հիմա համավճար է բոլոր համավճար եւ այլն։ Նույնիսկ երեխաների առողջապահությունն է վճարում։ Թոշակառուներին 10,000-ները բարձրացրեցին, մի վարքյան հետո նպաստները դրեցին, մորթեցին։ Այո, հետո հազարից ավելի ընտանիք զրկվել նպաստից։ Բացի նպաստի բանից, ակցիզների բարձրացումը։ Այո։ Առաջին որոշումը էս իշխանության գիտեք որն էր ակցիզների բարձրացումը։ Իսկ թանկացումը։ Նշանակում է ծխախոտը, ալկոհոլը բարձրանում է գները։ Այդ հակառուսական, իրանք հակառուս չեն, իրանք հակահայ են, մենք պետքա սա հասկանանք, սա զատ հա ազգանուններից անուններից։ Ասեն ինչի համար։ Ռուսական շուկան մեր գյուղմթերքի առաջ։ Գյուղացուն ինչ եք պատասխանելու։ Այն մի հատ կնիկ կար է Եվրոպացի Մուրաբեր Սարգսյանի, այդ գիտեք չէ, նույն Նուլանդի Պեչենիներն էր, որ Կիևում Մայդանի ժամանակ բաժանում էր, հիմա նույնը մեզ այդ Մուրաբի բանկով են խափում։ Հենց հիմա Հայաստանի գյուղատնտեսությունը վախճանվում է։ Վախճանվում է, մարդիկ եկող տարի ինչ են անում, ասում են գնացեք շուկաներ փնտրեք։ Հա քեզ պիտի լսեին, հա միջև չէին ընտրում շուկա։ Հասկանում եք, կամ Եվրոպան դռները բացել է, սուտասաններ եւ եւս մեկ անգամ սուտասաններ։ Եվրոպան իր շուկան բացել էր 2015-16 թվականներին GSP+-ի ժամանակ։ Ինչի ապրանքը չտարակ։ Ինչ եք խափում մարդկանց։ Ինչի չեք ասում, որ Եվրոպան ասելով ես անում եմ մաքսային բոլոր համակարգերը, դրա հետ մեկտեղ իր նորմատիվները չի հանում, որը իսպար բացառում է հայկական ապրանքի մուտքը եվրոպական շուկա են ծավալներով, որով պետքա, հա, իրենք հայտարարում են։ Նվազագույնը մոտակա 10-15 տարին։ Վրացին այդքան խելք չուներ, հա։ Գնացեք վրա ժողովուրդ ջան, միրացեք ինձ, կասեք հիմա նստելա այս խեղճերին քննադատումը, գնացեք Վրաստան եք, չեն գնալու էսա։ Գնացեք Վրաստան, վրացիներին մի հատ հարցրեք։ Այդ ոնց ստացվավ դուք լինելով Եվրամիության տեխնացու երկիր, ունենալով վիզաների ազատականացում, այդքան փող ստանալով Եվրոպայից։ Յատամեի դուրը ջարդելով ասում եք ախպեր, խնդրում եմ, թողեք մի քիչ մտնենք ներս։ Այդ ոնց է տենց ստացվում։ Մի հատ իրանց հարց, ինձ մի լսեք։ Ժորժ ջան։ Որովհետև իրանց երկրի շահը դա է փելադրում։ Այս իշխանության, խնդրում եմ ճիշտ հասկացեք։ Այս իշխանությունը կամ ընդդիմությունը ոչ, հա, չգիտեմ, անձնական ինչ-որ պահեր կա, հա, այտենց ատեչնած լափել կա, բայց ես դնում եմ մի կողմ, օբյեկտիվորեն, երբ որ գնահատական ենք տալի, դուք կարող եք ձեզ հարց տակ, ում է ձեռնտու քայլերի համակարգը, իրանք մեզ համարում են դեբիլ, հասկացեք,
Իրանք կարծում են մենք անմեղսունակ ենք։ Տո հենց անմեղսունակ ու դեբիլ էինա, որ մեզ տենց է համարում։ Որովհետև դուք հենց անմիջապես դուք թե իշխանությունից, թե ընդդիմությունից 1000 անգամ ավելի լավ եք ամեն ինչ հասկանում։ Մի հատ հարց տվեք, ումա ձեռնտու ես գործողությունների համակարգը, խնդրում եմ հարց տվեք ինքներդ ձեզ ու դուք ձեզ պատասխանեք։ Գիտեք իրանք չգիտեն ինչ են անում։ Կամ մոդուլային ատոմակայանը որպես օրինակ, ես միջև հիմա ցնդում եմ։ Բնության մեջ գոյություն չունեցող մոդուլային համակարգը փոխում են ատոմակայանի գոյությանը, որ լուրջ դեմքով տես ման են գալի, մենք ասում ենք ստրատեգիկ որոշում ենք ընդունել։ Ստրատեգիկ որոշում ընդունեք Վեներա մոլորակը բանան է բնակեցնելու նույն տիրույթի մեջ է, ի՞նչ եք ընդունում։ Հնչում է, չէ, Հայաստանը բան։ Նոր Հայաստանը բնակեցնում է Վեներա մոլորակը։ Ավելի իրատեսականը, քան այն ինչ ձեզ պատմում են, չեք հասկանում էդ։ Դե այս շաբաթվա մեջ էլ կարծեմ հրավիրեց խորհրդակցություն, հայտարարեցին, որ Աջափնյակի մետրոն ենք սկսում, աղբավերամշակման գործան ենք սկսում, արդեն ես հաշիվը կորցրել եմ, թե քանի անգամ են այդ նույն խոստումները տվել ու մնացել ամեն ինչ թղթի վրա։ Ստե միանշանակ են, որ իրանք ինչ էլ սարքեն, ամեն ինչի հիմքում կանգնած է խոստումներ կամ ինչ որ մի բաներ հայ լինելու եւ Հայաստանի Հանրապետության դիմաց, սա կնհայտ է։ Ծառուկյանի ձերբակալությունը այդ տրամաբանության մեջ է։ Հաջորդ քայլը լինելու է սահմանադրության փոփոխությունը։ Այո, արևմտյան սահմանադրություն, արևմտյան Ադրբեջանի սահմանադրության Մեր փողոցներում հանգիստ քայլելու են ադրբեջանցիները, ապրելու են, գալու են տներ են վարձելու սկզբում, հետո հիմնավորվելու են եւ այդպես գնալու է process-ը շատ կարճ չի լինելու կանգնեցնել։ Այսա կսկսեն մեզ պատմել, որ հիշում եք սովետի ժամանակ Ադրբեջան, բայց չեն պատմելու, որ պարբերաբար հայ երեխեքին մորթում էին իրանց տաներում։ Դրա մասին չեն պատմում։ Սովետական մեծ երկիր կար, Կրեմլ կար, միջամտություններ կային, այնպես չէր որ ինչ ուզեին անեին։ Գոյություն ունի հետեւյալ իրականությունը։ Երկու հիմնական ծրագիր է Ադրբեջանը այս իշխանությունների ձեռքով իրականացնում։ Առաջինը արևմտյան Ադրբեջանի ձևավորում, մինչև ազգային եւ պետական հիմքերը դե յուրե չքայքայվի, ինչը սահմանադրության մեջ ամրագրված է, դա հնարավոր չի անել, այսինքն իրենք մեզ հեքիաթ պատմելով, ստելով, մարդկանց վախացնելով, որ եթե չընդունենք պատերազմ, հո դուք միշտ պատերազմի մեջ չեք ապրել, բան սենց բաներ խոսալով, փորձելու են ձևավորել արևմտյան Ադրբեջանի սահմանադրություն։ Զուգահեռաբար սահմանազատում են անելու, սահմանազատում չի, Հայաստանի տարածքների ստրատեգիկ հանձնում թշնամուն, որտեղ նախնական փուլում բնակեցվելու են ադրբեջանցիներ։ Տեսեք ինչ են անում, ուրեմն ասելու են, այո, այս տարածքները պետք է տանք, որովհետև չգիտեմ ինչ։ Որ թվի քարտեզով, չգիտեմ, ում մտքում կամ Ես ավելի քան համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիային չարձագանքելը նա էր, որ այսօր դուրս գան ու ասեն, մենք պետքա տանք, որ մեր տարածքներից դուրս գան։ Բայց այդ տարածքները, որ տալու են Հայաստանի Հանրապետության խորքում եւ ստրատեգիկ կետերում, իրենք աստված ոչանի եթե տվեցին, ու եթե մենք եւ դուք համակերպվեցինք դրա հետ, լինելու է հետեւյալը։ Այդ կետերը դառնում են դե յուրե Ադրբեջանի տարածք։ Ճիշտ է, պետք է հաղորդակցվեն ինչ-որ ձև Ադրբեջանի հետ։ Ճիշտ է, Ադրբեջանը զուգահեռ պայմաններ է դնելու այդ հաղորդակցման ընթացքում, ինքը պետք է անվտանգություն ապահովի։ Ինչ-որ տենց մեզ էշ հեքիաթներ են պատմելու, մենք միասին խմբեր ենք ձևավորում, որոնք վերահսկելու են այդ ճանապարհներով գնալը եւ այլն։ Այսինքն Հայաստանի լոգիստիկան մասնակի, չնայած ինչի մասնակի, արդեն լիովին ընկնում է թուրքերի ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Երկրորդը, այդ տարածքներում բնակեցնելու են ադրբեջանցիներին, իսկ Փաշինյանը դուսագալու ասել է ժողովուրդ, ես ասել եմ, որ Հայաստանի տարածքում չեն բնակվում, իրանք այդ իրանց տարածքն է։ Այլ խոսք, որ այդ տարածքը Երևանից 22 կիլոմետր հեռավորության վրա է կամ հենց անմիջապես հայկական կարևորագույն կետերն են։ Այո։ Հետո այդ ճանապարհները որ կլինի, հեսա իրանք բան են անելու այդ մերձեցման իբր գործընթացներ եւ այլն ադրբեջանցի։ Գիտես, հիմա մեզ կասեն, որ դուք ֆանտաստիկ, ամենավատ սցենարն եք նկարագրում։ Ֆանտաստիկը ո՞րն է։ Կներեք, մի բան մենակ ասեմ, հա, եթե մենք վատ սցենարն ենք նկարագրում, ընդհանրապես հարց տվեք, ինչու Հայաստանի օկուպացված հատվածներից Ադրբեջանը հետ չի քաշում իր զորքերը։ Ինչու է Ջերմուկի գլխին դիրքերը կառուցում, Սև լիճը գրաված պահում, Սոտքից հատված պահում, ներքին հանդի տարածքում ներխուժած մնում,
ընդամենը պետք է դա հարցնել, որովհետև մեզ տասնյակ արդեն տարիներ շարունակ խոստանում են, որ սահմանազատման արդյունքում դուրս են գալու։ Ադրբեջանն էլ զիջելու է իր տարածքում գտնվող բաները։ Տավուշում ռազմավարական դիրքերը հանձնեցին։ Ձեզ ու ինձ Չնայած ինձ չեն խաբել, ես իրանցի սկզբանը չեմ բանալ։ Համոզում էին, որ քանի է 13 գյուղեր, 30 հատ գյուղեր, ինչ-որ տարածքներ հետ է գալու զուգահեռաբար։ Հետ եկավ, չեկավ, չէ։ Խաբեցին։ Մի մետր հող անգամ Ադրբեջանը պլաստմասի զաբոր են սարքի, ասում են սա երաշխիքն է։ Ես արդեն չգիտեմ։ Վերքաբերում 800 հեկտար հող էին Հիմա երբ որ խոստանում, որ հետ է վերադարձնելու ասում են դա Ադրբեջանը։ անիրատեսական է, ֆանտաստիկա, նույնը լսում էի 19-20 թվականին Արցախի մասով։ Այո, չէինք հավատում։ Նույնը ես լսում էի 21-22 թվականին կրկին Արցախի մասը, որ ճղում էին մեջտեղից, ասում էի հայաթափելու են, իշխանությունը դուրս է գալի, հա ճիշտ է, էլի գցեցին, չէ, արցախցիների գրպանը։ Երբ որ հերադիտակով նայում էին, թե ինչպես են հայերին կոտորում ադրբեջանցիները, հերադիտակով նայում էին, հետո պաչպրոշտի էին անում։ Նույն ադրբեջանցիները տարբեր Մակյան խորհրդի նիստի օրը հայտարարում էր, որ ոչ մի վտանգ չի սպառնում այս պարագայում, Ժողովուրդ ջան, խնդրում եմ, ելի եմ ասում։ Դուք համադրեք փաստերը, արեք ձեր հետևությունները։ Արեք ձեր հետևությունները։ Ես իրատեսական միակ սցենարն եմ ասում, եթե սրանք մնացին։ Միակ սցենարը, այլ ճիշտ ոչ թե մնացին, եթե այս կառավարման այս ամբողջ գործընթացը եւ տրամաբանությունը շարունակվեց։ Մի ուրիշ տարբերակ չկա։ Ուրեմն մի գաղտնիք բացեմ։ Մարդ եթե 8-րդ հարգից առանց պարաշուտ թռնում է, ինքը անխուսափելի ջարդու փշուր է լինելու։ Երբ որ կանգնում մարդուն ասում ես, ընկեր, եթե դու հիմա թռար բալկոնից մեռնելու ես, ինքը չի հավատում։ Չի հավատում, ասում ֆանտաստիկ բան ես անում, մենա տես ծտերը թռնում են։ Նույնը ասում է իշխանությունը։ Ասում բա ծիտը թռնում է, ես ծտից ինչով եմ պակասու թռնում է ներքև։ Մոտավորապես սա է։ Մեզ համոզում են եւ ձեզ համոզում են, որ այն գործընթացը, որը տեղի է ունենում, ինքը բարենպաստ է։ Ամեն քո ապուշ չեն, կարա հերիք է լավ էլի։ Ժողովուրդ, մոռացեք մի պա Նիկոլ Փաշինյան, Գագիկ Ծառուկյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Սամվել Կարապետյան։ Մոռացեք, խնդրում եմ։ Ախպեր իրանց մասին մի մտածեք, ձեր մասին մտածեք։ Ձեր երեխեքի մասին մտածեք։ Ծամուն են սարքել, հա ծամում, արա հերիք է։ Բայց մի, այն որ ասում է, լավ փաստել արձանագրենք Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնությունը սրանց ասես գնացեք տուն։ Այլ խոսք որ սրանք չեն գնա, որովհետև բասկաթորները իրենք դիտարկում են եւ թուրքեր եւ ադրբեջանցիների կողմից այդ տանիքը որպես իրենց, չգիտեմ, երաշխիք։ Այ ախպեր, ինչ եք ուզում ես երկրից, լուրջ եմ ասում, գնացեք։ Վերջին պտուտակը պիտի կազմալուծեն քայքայել նոր։ Դուք գիտեք, սկսած Նիկոլ Փաշինյանից վերջացրած ՔՊ-ի ամենավերջին համակրից, հա, ես նկատի ունեմ վերջին վիրավորական կոնտեքստում չէ։ Դուք գիշերը մենակ որ մնում եք, դուք գիտեք, չէ՞ ինչ եք արել։ Դուք գիտեք, չէ՞ ինչ է կատարվում։ Մի հատ գիշերը, երբ որ մենակ մնում եք եւ մտածում եք, մի բան մտածեք։ Մտածեք հետոյի մաս, ախր հիմայով չի է։ Եվ ընդհանրապես մենք հիմա մի բան ենք ասում, այլևս ընտրության գնալու խնդիր չկա, որ կոչ անեն գնան ընտրեն, փողոց չկա, որ ասենք եկեք փողոցը լցրեք եւ այլն, ընդհանրապես ասում ենք, որ գոնե մի խրախուսեք, գոնե մի հավանություն տվեք այս քայլերին, որը անում է այս իշխանությունը, օրը ցերեկով նաև մեր աչքը մտցնելով, որ տեսեք հայերի մի զանգված համաձայն է նրա հետ, ինչ որ մենք անում ենք։ Յուրաքանչյուր ֆաշիզմի դրսևորումը ֆաշիզմը ինքը միշտ ունեցել է ժողովրդի անվան տակ են անում, իհարկե։ Միշտ տենց եղել են ջատագովներ, բալեչիկներ, աշխարհի բոլոր բռնապետները ժողովրդին են կոչելի բռնապետություն էլ չի, ախր։ Ախր հա, բռնապետությունը, բայց ամենա գիտեք, չգիտեմ, ամենանողկալի իր դրսևորումներ բռնապետությունը։ Այո, բռնապետությունները գոնե իրենց պետությունը մեծացնում են, ուժեղացնում են, հզորացնում են, բանակ են ունենում, զավթողական քաղաքականություն են վարում, ոչ թե հակառակը, զիջում են ամեն ինչ երկրից։ Լավ, հուսանք, որ այս վիճակը հաղթահարելի կլինի, այսպես հոռետեսական տրամադրություններ մենք հաջորդ անգամ չենք փոխանցի մեզ լսողներին։ Հոռետեսական չի, իրականությունն է, ժողովուրդ։ Այո, այո։ Իրականություն պետք է նայել։ Մի հատ ընկեր ունեմ,
որ պատկերացնենք ինչ վիճակ է, հա, հումորով լավ տղա է ու սարսափում է բժիշկներից։ Մի այլ ընկեր ունեմ, բժիշկ է, զանգում է ինձ, ասում է, «Քեր գնանք այս ընկերոջ մոտ, ցավեր ունեմ»։ Երբ որ գնում ենք բժշկի մոտ, ասում է, «Արի համոզենք լավ բան ասել»։ Ասում է, «Վատ բան թող չասի, էլի արի համոզենք լավ բան»։ Հիմա մենք մերն է, հիմա Ռոբ ջան, մենք բան չենք, հա, տենց չենք կարող։ մենք ոչ լավ բան ենք ասում, ոչ վատ բան ենք ասում։ Մենք ասում ենք իրականությունը։ Հիմա դուք կընդունեք այդ իրականությունը, թե չէ, դրանից իրականությունը չի փոխվում։ Ուզում եք ձեզ ճղեք առավոտից իրիկուն գոռացեք, այո, մեր վարչապետը ասել է, որ մածունը սև է։ Հա դրանից ինքը սև չդառնա։ Սև չի դառնալու։ Այդքան բան։ Այո, ցավոք սրտի։ Շնորհակալ եմ։ Այսօր այսքանը կհանդիպենք